Նրա համար չկա չեմ կարող, նրա համար չկան խնդիրների մասին չխոսելու եւ դրանք չբարձրաձայնելու պատճառներ։ Նա խոսում է անկեղծանում, հարկ եղած դեպքում լռում, իսկ զղջման ժամանակ նաեւ ներողություն խնդրում։ Բարև ձեզ Լուսինե, շնորհակալ եմ, որ ընդունել եք մեր հաղորդմանը մասնակցելու հրավերը։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հրավիրելու համար։ Լուսինե, երբ նախապատրաստվում էի հարցազրույցին եւ ուսումնասիրում տարբեր տարիների հարցազրույցները, եկա այն եզրահանգում, որ կարծես թե ամեն բանի մասին խոսվել է, ամեն բանի մասին արդեն քննարկվել է։ Առավել եւս երբ այդ հարցազրույցներին գումարվում են նաեւ սոցիալական ցանցերը եւ յուրաքանչյուր գրառում եւ լուսանկար դառնում է ի վերջո հանրային քննարկման առարկա։ Չեք վախենում, որ որպես հանրային մարդ դուք չափից շատ հասանելի եք դառնում եւ չափից շատ բացահայտված այդ նույն հանրության համար։ Շատ հետաքրքիր հարց եք ինձ այլոց տալիս, բայց ես իմ մասին մի քիչ ավելի մեծ կարծիք ունեմ, ինձ թվում է ինձ շրջապատող մարդիկ եւս մոտ շրջապատող մարդիկ, եթե մարդը անընդհատ աշխատում է իր վրա, ընդ որում խոսքս նրա մասին չի, որ դասերի ես գնում, ինչ որ բան ես սովորում, հոգեպես փորձում ես կատարելագործվել, փորձում ես անընդհատ այս կյանքը ուրիշ տեսանկյուններից հասկանալ, քննարկել եւ այլն, իրական դու երբեք չես սպառվում։ Կան այդպիսի մարդիկ, չէ, որոնց հետ գուցե ես սկսեմ հետաքրքիր չդառնալ այն մարդկանց համար, ովքեր տենչում են ինչ որ սկանդալների կամ կոնկրետ բաներ ինձանից պահանջում, բայց կա մի խումբ մարդկանց, որոնց ես իրականում չեմ տեսել երբեք, չեմ ճանաչում, բայց կարծես մենք իրար հետ միասին թե սոցիալական կայքերում լինի, թե հեռուստադիտող որպես, մենք բոլորս միասին աճում ենք, զարգանում ենք ու դրա համար այդ մարդիկ չեն հոգնում։ Համենայն դեպս տարիների ընթացքում գալիս ես կանգնում ես մի կետի, որ սկսում ես մաքրել ու արդեն աշխատում ես այն մարդկանց համար, ովքեր քո կարիք ունեն կամ իրենց կյանքը առանց գոնե օրվա ընթացքում մեկ անգամ քեզ կարդալու կամ տեսնելու չեն պատկերացնում, կան այդպիսի մարդիկ, որքան էլ տարօրինակ է, ու սկսում ես մաքրել, հա, մաքրվում է հեռուստադիտողների, Facebook-յան հետևորդների շրջանակը, դուրս են գալիս այն մարդիկ, ովքեր որ փնտրում են հայտնի ինչ որ մեկին, հա, հայտնի լինես, ինչ որ լուսանկար նայեն, սկանդալ մի փնտրեն, գտնեն կամ փնտրեն որտեղ դու սայթակեցիր, որ կարողանան դրա վրա ինչ-որ նոր սկանդալ հորինեն, ժամանակի ընթացքում դրանք մաքրվում են, որովհետև ես նպատակ չեմ հետապնդում ունենալու շատ հետևորդներ, ինձ դա հետաքրքիր չի։ Գուցե ինչ-որ մի պահ կար, շատ կուտակված բան կար, ես անընդհատ ինչ-որ ասում էի, ու հետևորդները գնալով շատանում են։ Այսօր կամ գուցե գալիս է մի պահ, որ դու զգում ես, որ եթե դու ինչ-որ բան ասես, դա կլինի արհեստական, որովհետև չի հասունացել որևիցե բան ասելու պահը կար, հասունացել էր, ասեցիր, հիմա պիտի կրկնվես, դու արդեն ոչ մեկի հետաքրքիր չես, ավելի լավ է լռել։ Իսկ կա մի Լուսինե Բադալյան, որին մենք դեռ չենք բացահայտել, որին մենք դեռ չենք ճանաչում։ Չեմ կարծում, որովհետև ամեն ինչ ինձ մոտ, ինչպես ասեմ, ես որ միշտ ասում եմ, հիշում դեռ պատանեկությունից էի այդպես ասում, ես գաղտնիքներ չունեմ, միշտ բոլորը ինձ մեղադրում էին մտերիմները, որ նախ առաջին հերթին կինը հետաքրքիր չի, որը գաղտնիքներ չունի, երկրորդը չի կարելի ամեն ինչ բոլորին կամ բացահայտ ասել կամ ամեն ինչ բացահայտ аնել։ Բայց ես հասկացա, որ ամենակարևորը դու պիտի լինես այնպիսին, ինչպիսին որ կաս, լավն ես, վատն ես, խելացի ես, չգիտեմ, տգեղ ես, գեղեցիկ ես, կարևոր չի, կարևորը դու պիտի լինես այնպիսին, ինչպիսին որ կաս։ Բայց միթե չի եղել ձեր կյանքում շրջան, երբ հասկացել եք, որ տուժել եք այդ չափ անկեղծության համար։ Ամեն ինչ այս կյանքում հարաբերական է, հա, տուժելը, շահելը եւս հարաբերական է։ Ցանկացած իրավիճակում, երբ դու տուժում ես, միևնույն ժամանակ ինչ որ բան շահում ես։ Ես ցանկացած իրավիճակից փորձում եմ լավագույնը վերցնել, ամենածանր պահերից, կյանքի ամենադաժան հարվածներից երբեք չեմ ասում ինչու ես կամ ինչով ես արժանացա սրան, չէ, ուրեմն այդպես է եղել, իրավիճակից փորձիր քաղել լավը։ Ծանր վիճակ, որևիցե մի բան, որ մարդիկ չեն ընդունել, շատ լավ է, չեն ընդունել, չեն հասկացել, քո դրության մեջ չեն մտել, անկախ իրենցից մի երկու հատ քեզ հարվածում են եւ հեռանում են։ Ես օրինակ ընդունում եմ մարդուն այնպեսին, ինչպեսին որ կա, ու հետեւաբար ես ուզում եմ, որ ինձ էլ ընդունեն այնպեսին, ինչպեսին որ ես կամ չկա այդպեսի մարդ, որ սխալ չգործի։ Չկա այդպիսի մարդ, որ չսխալվի իր համոզմունքներում, իր կարծիքներում կամ չգիտեմ ինչքան էլ այդ րոպեին քեզ թվա, որ դու ճիշտ ես, հետո հասկանաս, որ բայց ամեն դեպքում չէ։ Այդպեսի մարդ չկա։
Լուսեք, դուք քիչ առաջ նշեցիք, որ չկա մարդ, ով կյանքում չի փոշմանում իր արած որևէ մտքի կամ արտահայտած մտքի համար։ Հետաքրքիր է, եղել է ձեր կյանքում շրջան, երբ հրապարակայնորեն մի միտք եք արտահայտել, գրառում տվյալ դեպքում, ապա հասկացել եք, որ չէ, չափն եք անցել կամ սխալ եք, իրականում ամեն ինչ այդքան վատ չէ, որքան որ դուք եք ներկայացրել։ Շատ ու ես կարող եմ ասել գրեթե միշտ։ Շատ են եղել, ինչու ասեմ, ոչ, ես միշտ ճիշտ եմ։ Եղել է իրավիճակ, ցանկացած իրավիճակի կարելի է նայել տարբեր տեսանկյուններից։ Նախ սկսենք այդտեղից։ Սա շատ սխալ ու սահմանափակ մոտեցում է, երբ հարցերը բաժանում ես ճիշտ եւ սխալ։ Այս մի բանը, եթե ճիշտ է ինձ համար, գուցե ուրիշի համար սխալ է եւ ճիշտ հակառակը։ Հարց կա, երբ դու այսպես հարցը կոնկրետ դնում ես սուր, նույնիսկ շատ կոպիտ, դրանից հետո սկսում ես վերլուծել, փորձել նայել այս մյուս տեսանկյունից, այն մյուս տեսանկյունից, ի վերջո վերջում հասկանում ես, որ այնքան էլ դու ճիշտ չէիր, որովհետև այս կյանքում ոչինչ բացարձակ չկա։ Ամեն ինչ հարաբերական է, ցանկացած տեսանկյունից կարելի է հարցին մոտենալ, մարդուն կարելի է ցանկացած տեսանկյունից մոտենալ, արդարացնել կամ մեղադրել ցանկացած մարդու։ Դու ես ընտրում ուղղակի որ կողմից մոտենաս հարցին։ Դրա համար շատ է եղել այդպես, որ ինչ որ բան արել եմ կամ ինչ որ բան ասել եմ, հետո սխճացել եմ կամ մտածել եմ գուցե այդքան էլ ճիշտ չէի, բայց արդեն ուշ է եղել ինչ որ բան փոխելու համար, թերևս մնացել է ընդհանրապես հնարավորություն, եղել են այդպիսի վիճակներ, ուղղակի ներողություն խնդրելու, որովհետև դու որոշակի բաներ հաշվի չէիր առել, կամ եղել են, որ նույնիսկ ուշադրություն չես դարձնում, անցնում գնում է։ Հիմա այդ նույն բանը, եթե շատերի համար սխալ է, էլի կան մարդիկ, ում համար որ ճիշտ էր։ Լուսնե գաղտնիք չէ, որ այսօր հասարակությունը, ԶԼՄ-ները առավել ուշադիր են ձեր անձի հանդեպ եւ այդ փուլը սկսվել էր այն շրջանից, երբ դուք սկսեցիք որպես քաղաքացի ակտիվ լինել Facebook-ում։ Վերջերս տված հարցազրույցներից մեկում դուք մեկնաբանելով ձեր լռության պատճառները նաև ասել եք, որ ձեզ սկսեց դուրս չգալ զանգվածը, որը միանում է այդ պայքարին։ Սա լռություն չի, կյանքի բերումով, հանգամանքների բերումով իմ կյանքում չափազանց ծանր շրջան էր, որի համար, չգիտեմ, մարդ անսիրտ պիտի լինի, եթե այդ ժամանակ պայքարի մասին մտածեի կամ չգիտեմ ինչ երևույթների մասին, այդպես է ստացվել, այսինքն սա լռություն չի։ Ինչ վերաբերում է զանգվածին, այո, ինձ դուրս չի գալիս։ Ինձ դուրս չի գալիս, որ այն շատ ուժեղ, շատ խելացի ու շատ սկզբունքային երիտասարդության կողքին, ում հետ գուցե ես գաղափարապես համաձայն չեմ, բայց ես հարգում եմ, գնահատում եմ նրանց նվիրվածությունը իրենց գաղափարներին, նրանց կողքին կանգնում է մի մեծ տվար զանգված, որը բացարձակ չգիտի ինչի համար է գնում։ Ուղղակի իրենց դուր է գալիս ուրիշներին հայհոյելու տարբերակ։ Ուզում եք մի բան գտնեք, փորձարկում անենք։ Ես մի բան գրեմ, դուք մտեք ինձ հայհոյեք, տեսեք քանի հոգի ձեզ կմիանա։ Ոչ մեկ երբևիցե չի հարցնի, բա ինչու։ Ասենք մի հատ հարցրել եք, ինչի էր այդպիսի բան ասում։ Բա կարող է հանկարծ։ Չկա։ Դուք ուղղակի մի հատ խայծ գցեք ու տեսեք ինչպիսի զանգված է ձեզ միանում, որովհետև հայհոյելու առիթ կա։ Վերջապես ինքնարտահայտվելու կարիք կա։ Հետևաբար ինձ դուր չի գալիս այդ մարդկանց համար աշխատել։ Նախ եւ առաջ պետք է ամեն մեկը իր վրա աշխատի, մի քիչ հասկանա ինչ է կատարվում ի վերջո։ Քիչ առաջ դուք խոսում եք, որ ձեր կյանքում ծանր շրջան է սկսվել, եւ այս առիթով ձեր իհարկե թույլտվության մեջ բերեմ ձեր խոսքերից մեկը։ Հիմա ճակատագրի բերումով շատ հաճախ եմ հայտնվում դրսում, բայց ամեն վարքյան հույս ունեմ, որ այդ մղձավանջը մոտենում է իր ավարտին։ Ինձ դժվար է խոսելը, պատկերացնում եմ, որքան դժվար է ձեզ համար, բայց այնուամենայնիվ հետաքրքիր է, այսօր դուք պատրաստ եք խոսել, ինչպես դուք եք ասում, այդ մղձավանջից։ Գիտեք, մղձավանջի մասին խոսելու մանրամասնելու կարիքը չեմ տեսնում, ինչու, որովհետև սա էլ է շատ ծանր մի բան, երբ մարդիկ ազդում են մյուս մարդկանց խղճի վրա։ Դա լինում է անկախ իրենցից, որովհետև երբ կուտակված է, երբ լցված է, երբ դու ծանր վիճակում ես, երբ ուզում ես, որ մարդիկ քո կողքին կանգնեն, անկախ քեզանից քո խնդիրները ամենայն լրջությամբ հանում ես եւ դարձնում ես հասարակական։ Ինձ դա չի վախեցնում, ոչ մի գաղտնիք չկա, այնպես չի, որ վայ մարդիկ սա կիմանան, վայ մարդիկ սա կտեսնեն կամ, բայց ինչու ազդել մարդկանց խղճի վրա, ինչու խաղալ նրանց զգացմունքների հետ։ Եթե քո կյանքում ծանր շրջան է, դա քեզ է վերաբերում միայն, որովհետև դու գուցե ինչ որ բանի համար արժանացել ես դրան, գուցե դու պիտի անցնես անպայման, բայց մյուս մարդիկ մեղավոր չեն, որ դու անցնում ես դրանով, նրանք քեզանից ուրիշ բան են սպասում, հա, սպասում են պոզիտիվ, որ սովոր են միշտ քեզանից ստանալ։ Ուրեմն դու պիտի միշտ պոզիտիվ տաս նրանց։ Ներողություն, բայց Լուսինե, երբ լինում է որևէ մի շշուկ,
եւ այդ մասին մենք չենք ստանում հստակ տեղեկատվություն, արդեն այլ մեկնաբանություններ են հնչում։ Այս դեպքում գուցե այդ տեսանկյունից նաեւ կիսվել մարդկանց հետ, որպեսզի նաեւ տարատեսակ ասեկոսեներ չտարածվեն, չքննարկվեն։ Շատ երկար ժամանակ լինելով եթերում արդեն սովորել եմ բոլոր ասեկոսեներին ու ինձ այնքան միևնույն է ով ինչ է խոսում։ Անկախ նրանից մարդիկ քեզ քո մասին ինչ են խոսում, երբ դու հայտնվում ես շատ ծանր իրավիճակում, այդ ցավը ոչ մեկ չի կիսում քեզ հետ։ Չէ, ոչ թե չի ուզում, այլ ի վիճակի չի, չէ, ցավը քոնն է իրականում, դու միայնակ պիտի այն տանես։ Ավելի լավ է ուշադրություն չդարձնել այդ կարծիքներին։ Բայց ծանր շրջանն էլ էլի ես փորձում եմ ինչ որ մի բան խաղել, հա, չցանկանալով որպեսի որևիցե մեկն էլ անցնի այդպիսի ծանր շրջանով, ես դա էլի հուսալով որ այո այդ մղձավանջը օրորի կմոտենա իր ավարտին, անդադ քեզ թվում է վերջ, բայց էլի շարունակվում է, երևի այդպես է պետք դեռ։ Հիմա ես եւ իմ շատ մտերիմ մարդիկ փորձում ենք հնարավորինս ինչ որ բաներ մտածել, ինչ որ կերպ օգնել են մարդկանց, ովքեր ստիպված են անցնելու կամ իրենց հարազատները ստիպված են անցնելու այդ չարաբաստիկ քաղցկեղ կոչվածի միջով ու դրա հետ կրելու այդ բոլոր տառապանքները եւ հոգեբանական եւ չգիտեմ ֆինանսական եւ ֆիզիկական ցավոք սրտի մեր երկիրը դեռ պատրաստ չի նման խնդիրների լուծման ու ես շատ ինքս համեմատություն ունենալով նաև հասկանում որ դեռ շատ երկար պատրաստ չի լինի դրա համար այս հիվանդությունը միշտ վախեցնում է բոլորին ոչ թե վախեցնում է այլ դատավճռի նման է կանգնում հա մարդկանց առաջ ու մարդը այլևս պայքարելու ուժ չի ունենում որովհետև մտածում է ինչու բայց պետք է մարդկանց տալ այդ ուժը պայքարելու, այդ հնարավորությունն է նաև պետք տալ պայքարելու, ինչից ցավոք սրտի մեր հասարակությունը զուրկ է, մեր կառավարությունը դեռ այդ խնդիրը շատ երկար չի կարողանա լուծել։ Որպեսզի ներողություն, որպեսզի հեռուստադիտողներին հասկանալի լինի, տեղեկացնենք, որ դուք արդեն տևական ժամանակ է ինչ ձեր ամուսնու հետ միասին արտերկրում եք, բուժում էր անցնում ամուսինը ձեր, որպեսզի հասկանալի լինի, ինչի մասին է խոսքը։ Ու այդ ամբողջ ընթացքում էլ ես այնտեղ էլ գիշեր-ցերեկ այդ անկուն գիշերներով երբ քայլում էի այստեղից այնտեղ ու անդադ ուղեղդ քեզ թվում էր կպայթի, որովհետև չես հասկանում սկզբում ինչպես դուրս գալ, ինչպես հաղթահարել կամ ինչ անել, ինչով օգնել, նույնիսկ այդ ժամանակ մեկը միևնույն է ուղեղիս մեջ պատտվում էր այդ հարցը, լավ, դու ինչ որ կերպ կհաղթահարես, դու շատ բաներ ես հաղթահարել, դու այնպիսի ընկերներ ունես քո կողքին կանգնած, որ քեզ հետ հավասար անցնում են այս ամեն ինչի միջով, չեն թողնում մի վայրկյան, որ դու հանկարծ հուսալքվես, բայց մարդիկ ովքեր որ չունեն, ովքեր որ հասարակը բան սեփական տուն չունեն, սեփական որ իրենց պատկանի, որ վաճառեն ու կարողանան փրկել ինչ որ մեկի կյանքը կամ մարդիկ ովքեր, չգիտեմ, ինքնամփոփ մարդիկ են, այդքան մտերիմներ չունեն, կյանքը այդպես չի դասավորվել, ինչպես հաղթահարեն այդ մարդիկ ու այդ միտքը միանգամից երբ քեզ փորձում ես ուրիշի տեղը դնել ու այդ տեսանկյունից նայել, դու հասկանում ես, որ Աստված իմ ավելի լավ է ոչ ոք չանցնի այդ վիճակով, քան թե ամենաուժեղ մարդն էլ նորմալ հոգեվիճակով դուրս չի գալիս այդ փուլերից։ Դրա համար էլի ես դեպի ուրիշ կողմ եմ փորձում ուղղորդել։ Էլի Փառք Աստծո մենք անցանք շատ դժվար փուլեր, բայց անցանք։ Մենք հաղթահարեցինք անհաղթահարելի բաներ, բայց հաղթահարեցինք, հա, այս պահի դրությամբ։ Ուրեմն այստեղ պետք է ոչ թե ուրախանալ ու արդեն այն ինչ որ բաց ես թողել լրացնել, այլ կյանքդ պիտի նվիրես ինչ որ բանի։ Ամեն դեպքում բոլորս ապրում ենք ինչ որ մի բանի համար, ինչ որ մի օգուտ տալու համար, մարդկությանը կամ այս երկրագնդին, կամ այս կյանքին, հա, ոչ ոք պարտավոր չի մեզ անել, մենք պիտի անենք։ Ու դրա համար արդեն փոքրիկ, չգիտեմ, ակցիաներից սկսած մինչև մտածել ինչպես առանց նեղություն տալու դիմացինին օգնել որևիցե մեկին, այսպես արդեն հասկանում ես, որ այդ քաղաքացիական ակտիվություն, ես չգիտեմ, ասեկոսեներ, բամբասանքներ, կարծիքներ քո մասին այդ ամեն ինչ ինքան մանր բաներ են։ Դրա փոխարեն կամ նույնիսկ քաղաքականությունն է այդ ժամանակ մանր երևում աչքիդ, երբ խոսքը մարդկանց կյանքերի մասին է։ Լուսնես դժվար է լինել թիկունք, երբ ինքդ էլ օգնության կարիք ունես այդ պահին։ Դուք այնքան ուժեղ եք թվում։ Ես չգիտեմ դուք իսկապես այդպեսին եք, բայց համենայնդեպս տպավորությունը այդպեսին է։ Չգիտեմ արդեն։ Չգիտեմ ուժեղ եմ թե ուժեղ չեմ, ինձ որում այնքան հետաքրքիր բան ունեմ ես
շատ ծանր բաներ, որոնք ուրիշ մարդիկ չեն կարող հաղթահարել, շատ ավելի հավաքված ու լուրջ եմ լինում այդ ժամանակ, շատ մանր բաներ, որ մարդիկ կարող են ուշադրություն չդարձնել, այդ ծանրների կողքին ես այնքան ծանր կարող եմ տանել, որ այդ ժամանակ ինձ թիկունք պետք լինի իսկապես, որ ոչ մեկ չի պատկերացնում, որ լավ, ինչպես կարելի է այսպեսի լուրջ իրավիճակներում հանգիստ անցնել, բայց այսպեսի անլուրջ փոքր մանրուքներից այդպես նյարդայնանալ ու հունից դուրս գալ։ Այնպես որ դա շատ տարօրինակ է, իսկ մարդկային էությունը այնպեսին է, որ մեծ մասամբ մարդիկ այդպես են։ Իրենք միշտ ծանր իրավիճակներում հավաքվում են ու կարիք։ Ես ավելի շատ սիրում եմ ծանր վիճակներում մենակ մնալ։ Ինձ մանկուց սովորեցրել են, որ քո խնդիրները պիտի հաղթահարես դու ինքդ։ Այդպես են դաստիարակել իմ ծնողները, ինչի համար շատ նեղվում էի երիտասարդ տարիներին, պատանեկության տարիներին, ինչի համար շատ շնորհակալ եմ ես այսօր իրենց ամեն օր շնորհակալություն եմ հայտնում։ Ու այդպես սովորեցրել են, ես այդպես էլ միշտ սիրում եմ մենակ մնալ, ոչ ոքի նեղություն չտալ ու ինքս փորձել գալ որևիցե վիճակի, չնայած որ էլի պիտի կրկնեմ, որ եւ այս իրավիճակում եւ նախկինում շատ ծանր դեպքերում էլի ոչ այս չափ, բայց շատ տարբեր իրավիճակներում երբևիցե իմ ընկերները ինձ միայնակ չեն թողել։ Եվ վերջը դուք բազմիցս ասել եք, որ անհաղթահարելի խնդիրներ չկան։ Պարզապես պետք է փնտրել եւ գտնել լուծումը։ Կան իրավիճակներ, այ հիմա տեսեք, էլի զղջում եմ դրա համար, պիտի եղություն խնդրեմ, որ իրավիճակներ կան, որ ինձ թվում է, որ սա էլ երևի կյանքը էս փորձությունը ինձ տվեց, որ ես հասկանամ, որ դա գուցե միշտ այդպես չի։ Մեծ մասամբ անհաղթահարելի խնդիրներ չկան, բայց կան խնդիրներ, որոնք քեզանից ամենայն դեպս կախված չի։ Այդ ժամանակ երևի վերին ուժերի միջամտությունն է հարկավոր կամ չգիտեմ ով ինչի որ հավատում է։ Երևի ես փորձությունը անցնելուց հետո միակ բանը, որ ես ցանկացած իրավիճակում որ ես հայտնում եմ, հասկանում եմ, որ հենց այնպես չեմ հայտնվել։ Կյանքը ուզում է ինձ ինչ-որ բան ապացուցել, որ ես սխալ եմ եղել նախկինում, կամ ինչ-որ բան սովորեցնել, պատրաստել հետագա այլ փորձությունների։ Այստեղ մտածում եմ լավ ինչու, հետո հասկացա, որ այն նրա համար, որ դու միշտ ասում ես, որ չկա ոչ մի անլուծելի խնդիր։ Այս է երևի նրա համար, որ հասկանաս, որ միշտ չէ։ Երբեմն կան անլուծելի խնդիրներ։ Ոստորեն վախենանք այդ արտահայտությունը կրկնել։ Այս թեմայով վերջին հարցը։ Ես ինքս էլ հուզվում եմ, անկեղծ պետք է լինեմ, բայց ինձ հետաքրքիր է։ Երբ դուք լսեցիք առաջի անգամ քաղցկեղ բառի մասին, դա հնչեց ձեր համար որպես դատավճիռ։ Այո, ես այդ օրը կյանքում չեմ ուզում հիշել, այնպես որ կարծես ինտուիտիվ ես արդեն զգայի, որ ինչ որ բան այնպես չի ու այնպեսի խոճապ սկսվեց ինձ մոտ, լավ է որ ես այդ պահին միայնակ էի, ես հեռախոսով ավելի շատ չլսեցի ոչ մի բան, երբ որ ամուսնուս հարցրեցի ինչ կա ու ինքը ասաց կարծես թե ուռուց կա, հիմա հետազոտում են տեսնեն կան մետաստազներ թե ոչ, այդ մետաստազ բառից գիտեք ինչ եղավ ինձ հետ, չեմ կարող ասել ինձանից չէր նույնիսկ երևի խոճապ, բառիս բուն իմաստով խոճապ, որից հետո նույնիսկ չիմանալով ոչ դիագնոզը, ոչ մի բան չիմանալով, չնայած միևնույն է ինչքան էլ ծանր պատկերացնենք, վերջում ավելի ծանր դուրս եկավ ամեն ինչ, ու այնպեսի խոճապ էր, ես այնպեսի հիստերիկայի մեջ էի, ինձ այսպես պատերին խփելով չէի հասկանում ինչ անել, այն որ ամբողջ կյանքդ շրջվում է, մի անգամից գլխիդ փլվում է ամեն ինչ, ընկերներիցս մեկը շատ լավ հումորով այդ պահին հանեց ինձ այդ իրավիճակից։ Ես տեղյակ եմ, որ ձեր ծնողները նաև ձեզ սովորեցրել են, եթե ինչ-որ մեկին դա չի հաջողվել, ապա դու կարող ես լինել առաջինը։ Այո։ Վերևս դա լավագույն բանն է, որ կարող է ծնողը երեխայի մեջ ներդնել։ Ես ու գիտեք ինչն է հետաքրքիր, որ փոքր ժամանակ ես թվում էր, որ շատ դաժան են իմ ծնողները։ Ես երբ տեսնում եմ իմ ընկերուհիների ծնողները, իրենց համբուրում, գրկում, սիրում, փաղաքշում, երես են տալիս, իսկ ինձ այդպես խիստ է, որ ամեն ինչը քեզ թվում էր անհնարին, բայց դու պիտի անես դա։ Դու պիտի անես, որովհետև դու այլընտրանք չունես, տարբերակ չունես հակաճառելու նույնիսկ, իսկ թվում էր ինչ դաժան է անցնում իմ մանկությունը, բայց իսկապես չեք պատկերացնի, տարեց տարի, օրի ես ինչքան շնորհակալ եմ այդ, որովհետև հատկապես իմ մայրը ինձանից կերտեց, բառից բուն իմաստով ինքը կերտեց այն ինչ որ ինքը տեսնում էր, տեսլականը ուներ մի անմշակ հումք, բայց ինքը անպայման ուզում էր որ տեսներ այ այսպեսին, հա,
ինքը կարողացավ իր երբեմն խստությամբ, երբեմն չէ մշտական խստությամբ, երբեմն նույնիսկ դաժանության հասնող խստությամբ, այդ պահանջկոտ լինելով, երբ որ հասավ մի կետի, որ տեսավ արդեն ամեն ինչ նորմալ է ո՞րն է, իր գծած պլանի, քեզ հետ կապված հիմնական կետերը կատարվել են, դրանից հետո նա դարձավ մի փափկամազիկ, այսինքն այդ դաժանությունները, այսքան կեցես, այսքան իմ ցանկություններ, իմ երազանքներ, դու կարողացար հասնել այստեղ, այստեղից են քո գործն է, ինչ ուզում ես արա, միևնույն է հետ դարձի ճանապարհ էլ չունես։ Ես գիտեմ, որ նաև դուք այնպեսի մտնոլորտում եք մեծացել, երբ միշտ ձեզ ասել են, որ չկա չեմ կարող, կա չեմ ուզում, բայց դա էլ չէ դժվար է, դա էլ մեկ այլ ծայրահեղություն է վերջո, երբ միշտ մտածում ես, որ դու կարող ես դա անել։ Բայց դա շատ է փրկում իմիջայլոց։ Ու ես հիմա կյանքի ընթացքում հասկացել եմ ու երկրորդ կարծիք դրա վերաբերյալ չեմ ընդունում, չկա չեմ կարող, կա չեմ ուզում, հաստատ։ Քեզ թվում է, որ դու չես կարող։ Մի քիչ քո խորքը ավելի խորքերը նայես, դու կհասկանաս, որ դա դու չես ուզում։ Այդ չեմ կարողը փախուստ է իրականում, որովհետև դու վստահ չես, դու դա ուզում ես թե չէ։ Հա, վստահ չես, գտնում ես, որ լավ է, հա, տես այս մեկի օրինակը շատ լավ է, ես էլ եմ դա ուզում, բայց չեմ կարող։ Իսկ իրական դա ենթագիտակցության մեջ է թաքնված, գուցե դու չես ուզում, գուցե դու լրիվ ուրիշ բան ես ուզում։ Իսկ եթե վստահ ես, որ դու ուզում ես, ապա իսկապես չեմ կարող չկա։ Պիտի պայքար մինչև վերջ։ Շնորհակալ եմ Լուսինե, որ այսօր այստեղ եք, շնորհակալ եմ, որ այսքան անկեղծ եք, եւ ես պետք է խոստովանեմ, որ իմ կարծիքով այս զրույցից հետո շատերը մտորելու առիթ կունենան։ Եթե դիմանան մինչև վերջ լսեն իմիջայլոց, որովհետև այս այլ այնքան հետաքրքիր բան է, մարդիկ կան, ովքեր միշտ գիտեմ, որ ինչ որ բան կասես, որ իրենց կհետաքրքրի ու լսում են մինչև վերջ, դա քիչ մասն է կազմում։ Երբ դու սկսում ես ինչ որ վերացական բաներից խոսել կամ ավելի լուրջ, որոնք շոու բիզնես չի, գլամուր չի, կամ չգիտեմ ինչ որ տենց հասարակ սկանդալային վիճակներ չի, շատ քչերն են դիմանում մինչև վերջ լսելուն, այո, այստեղ բոնուս կա թաքնված, ով որ լսեց, գուցե հետո շարունակենք առանձին քննարկել այս թեման։ Անչափ շնորհակալ եմ ձեզ հետաքրքիր հարցազրույցի, անկախ ինձանից լրիվ անկեղծությամբ բերելու համար։ Ես եմ շնորհակալ։ Եվ վերջում նկարահանմանն աջակցելու համար շնորհակալություն եմ հայտնում Արամի 42 կոտորակ մեկ հասցեում գործող նավավար ձկնալի ըմպելարանին։ Իսկ իմ արտաքին տեսքի համար շնորհակալություն Ստուդիո 212 էսթետիկայի եւ գեղեցկության սրահին։ Հասցե Թումանյան 12 կոտորակ 1։ Կհանդիպենք։